Բարի ողջույն ժողովուրդ, հալի կրկին հանդիպեցինք։ Ես չեմ կարող լեքսիկոնս փոխել եմ խոսակցականը։ Ամեն անգամ իմ եթերները նայելուց ուզում եմ շտկեմ, որ լույսը այսպես խոսի, դասատուի նման խոսի, բայց ես դասատու չեմ։ Իմ տարիքս արդեն առել է, ես ինքս ինձ կնքել եմ անում որպես գյուլնաստատ, աշխատում եմ խրատներով, խորհուրդներով, որքանով կարողանում եմ օգնել ձեզ։ Ու շատ շատերից եմ հարցնում, որ այսպես ավելի լավ, ավելի մատչելի է, ավելի տնավարի է, ավելի ժողովրդական է եւ ամենից կարեւորը ավելի մարդկային է, որ բոլորը հասկանան անկախ տարիքից, անկախ կատեգորիայից մարդկանց, ինչպեսին է բոլորին թող հասկանալի լինի։ Մինչև զանգերին պատասխանելը սովորության համաձայն իմ թռուցիկներից այսօր ինչ խոսքեր են բերել, թեւավոր խոսքեր, ով սովոր կամ ընդունակ է ուրիշի հաշվին ստանալ, որը որ շատ հիմա տարածված է, հազվադեպ է գնահատում անձնազոհությունը։ Որոշ տեղեր անձնազոհությունը լավ է, որոշ տեղեր վատ է, բայց հիմնական մայրերն են անձնազոհ լինում։ Պապաներ էլ կան, բայց հիմնականը մայրերն են։ Բարի եղեք, բայց մի թողեք շահագործեն ձեզ։ Շրջապատում պահիր այն մարդկանց, ովքեր ձեզ գնահատում են, այլ ոչ այն մարդկանց, ումը դու հարմար ես, եւ երբեք ոչ մեկին մի թող այս սահմաններն անցնեն։ Այն էլ հիմա, որ հիմա արդեն այս 20 թվականի ծեսկում շատ մեծ ծրագիր է գնում ամբողջ աշխարհում, մարդիկ փոխվում են, մտածելակերպը փոխվում է, հիմա էլ մենք խեցգետինում ենք գտնվում 22-23 հունիսի մինչև հուլիսի էլի 22-23 ամբողջ տարին իրանից ներկայացնում է ընտանիք, որն էլ իմ ամենասիրած թեման է, որպեսզի ընտանիքները չքարկոծվեն եւ ընտանիքները չփլուզվեն, ու հիմա շատ կարեւոր շրջան է, ինչով որ սա կասեմ էլի ու ամենտեղ սա պետք է ասվի, ինչքան կարող եք իրար հետ շատ զրուցեք, մեծահասակներ հետ զրուցեք, ձեր տանը եթե ունեք տատիկ պապիկներ զրուցեք, հետո ուշ կլինի, բացարեք ձեր ալբոմները սև ու սպիտակ, որը որ վերացել է արդեն չգիտեմ ինչի, հանեք ու դրանցով նայեք, զրուցեք, հիշեք ձեր պատմությունները եւ մեծահասակներին հարցրեք իրենց կյանքը ինչպես է եղել։ Այս շփումը մարդկային, որը հեռախոսը չի թողնում շփվել անկախ տարիքից, սառեցնում է մարդկանց։ Ինչքան կարող եք հիմա իրար հետ եղեք, շատ զրուցեք իրար հետ, որպեսզի բարությունը արթնանա, այդ հիմարությունները չտեսնեք Facebook-ներից ու պրովոկացիայի չգնաք, որտեղ ահավոր հիմա սադրանքներ է գնում։ Ընտանիքի ժամանակաշրջանում ենք հիմա, իսկ սա Հայաստանի շատ է վերաբերվում։ Շատ է հիմա Հայաստանի ընտանիքներին վետնա, ամբողջ աշխարհին է, բայց Հայաստանին առավել եւս ինչի եմ շեշտում, խեցգետինի դիմացի նշանը, հակառակ նշանը դա այդ զեղչյունը, որը հենց Հայաստանն է, որից մենք ընկել ենք հիմա ծայրահեղությունների մեջ, որ շատ եմ կրկնում, ունենք տականքներ, սրիկաններ, ունենք հրաշալի ու գիտակ մարդիկ, այնպես անենք, որ այն հրաշալի գիտակներն ավելի գան առաջ, ու դա հիմա սկսվեց, 25 թվական, հունիսի 22, և տենց կշարունակվի ամբողջ տարին, աշխատեք միասնական լինեք ընտանիքներով, իրար հետ շատ զրուցեք, եթե ձեր պատերը ամուր եղավ, ինչ ուզում լինի վերևից, ներքևից, կողքերքից, այս ընտանիքը չի քանդվի, որտեղ բոլոր ծնողներն աշխատում են իրենց երեխաների համար։ Այսպես, հիմա տեսնենք այսօր ինձ անկեր կլինեն ես։ Հալո, բարև ձեզ Տիկին Լուսիա ջան։ Բարև ձեզ։ Անունս Նարին է, զանգարում եմ ձեզ Ֆրանսիայից։ Ուրախ եմ, շնորհակալ եմ։ Ինձ տարեթիվ ամսաթի եւ հուզող հարց Նարին է։ Ուրեմն հարցս ամուսնուս է վերաբերվում, իր ծննդյան տվյալներն են։ Մի րոպե։ Հիմա նայեմ, ասեմ բարձրաձայն, շաբաթ օր է ծնվել,
Երեխաներ սիրող papa։ Հա, երեխաներ շատ է սիրում։ Ինքը շատ լավ papa야, շատ լավ ամուսինն է։ Այո։ Ուղղակի իր մոտ հիմա գործնական վատ շրջան է գնում։ Ոչինչ։ Գործի հետ կապված ոչ մի Ոչինչ, բան չի Նարինե հաջողվում։ ջան, արդեն տեսա, կանցնի այս տարի իր մոտ դա պետքա լիներ։ Յուպիտերով հիմա իր նահագին փոփոխություններ է սպասվում։ Ինչ որ արելա, ապրելա 29 տարեկանում եւ մոտ 30 տարի թողնենք, այդքան, ինչքան ժամանակ է որ ամուսնացած եք։ Արդեն 16 տարի։ 17 տարի, 17 է այստեղ ցույց տալիս։ Ամուսնության 17-րդ տարին պետքա լիներ ինչ որ հիմա ձեզ մոտ կա։ Մի նեղվի, դա անցումնային է։ Այո։ Բանը, կույս համաստեղություն։ Միջև օգոստոսի համարյա 10-ը մի քիչ այս վիճակը հիմա որ կա իր մոտ կլինի, թող դրանից վատ չլինի, բացահայտումների, մաքրման, կողմնորոշման շրջանը կոնկրետ իր մոտ։ Հիմա որ մոլորակներից ասեմ, քեզ համար դա հեչ կարևոր չի, որ ասեմ, որը որտեղից ելնելով էդ է տալիս։ Պարզապես այս տարի, որ իր կարգավիճակը փոխվել է, դա միանշանակ է։ Ինչ որ ինքը առաջում մտածել է, միջև ամուսնությունը չասեմ, որտեղ այդքան ինքը չի կարող հիշի, վերցնենք հենց ամուսնությունից 17 տարի վերցնենք, այդ ամենը փոխվում է իր մոտ։ Մասնագիտություն, մտածելակերպ, ճաշակ, հագուստ, ոչ, ամեն ինչի փոփոխություն գնում է, ադապտացիա է գնում, որին ինքը սովոր չի, ինչը որ եղել է անցյալում, հիմա սովոր չի։ Բաց այդ էլ որ հիմա ամբողջ աշխարհն է քաոսային վիճակում, դեռ շարունակվում է, 20 թվականից է դա սկսվել, փոփոխությունը, նել Ֆրանսիան ինքը ահագին թանկացումների տեղակ է մեծ հարկեր, վարկեր, ահագին թանկացել է։ Եթե ինքը ուզում է իր աշխատանքը փոխի, նախ առաջինը շատ պետք է լինի համբերատար, մի քիչ տարել է անզուսպ ինքը ծուկ է, պետք է լուռ մնա ու թողի ջուր իրան տանի, միայն աշխատի այդ ճահիճներ ու պղտոր լճեր չլինի, որ կորտերն են կռկռում։ Սա ինչ է նշանակում, որտեղ տեսնում է անարդարություն, որտեղ տեսնում է, որ մի բանը ճիշտ չի, թող ինքը անմիջապես հեռանա, որտեղ չի փոխվելու դա։ Իրան հենց այս տարի դա տրված է, կլինի հարազատության հետ, կլինի գործընկերների հետ, որտեղ ընդհանուր շրջապատ, որտեղ Իր շրջապատը լիովին փոխվել է հիմա։ Իր անցած շրջապատից ոչինչ չի մնացել։ Ճիշտ է արել, այդպես էլ պետք է լինի։ Մի քիչ sense հումորային ասեմ, որտեղ կլսի գործերի կռկռոց թող դուրս գա, դա իրենը չի, որտեղ իր Յուպիտերը շատ լավն է ու լավ տեղ է, իրան հնարավորությունն է տալիս անարդարությունից, սխալ գործողություններից, սխալ մարդկանցից հեռու մնալ առանց վեճերի։ Վեճեր չպետք է լինի։ Հետո ինքը կազմակերպիչ է ու հասել է այն ժամանակը, եթե ինքը ուզում է ու կարող է մենակ աշխատի, ինչ որ մեկի ձեռքի տակ չաշխատի, այդ հնարավորությունը իրան տրվում է։ Ինքը պետք է դրանում է խնդիրը, որ ինքը չի կարողանում ոչ մեկի ձեռքի տակ աշխատի։ Դե հիմա տրվում է։ Դե միջև այդ որ աշխատելը լավ չի, հիմա արդեն պետք է լավ լինի, դե ինչը որ նոր է սկսում, դանդաղ է բարձրանում, այդպես է։ Ինչը նոր է երեխան մի անգամից չի վազում, դեռ 4 թաթ պետք է գնա։ Ինչը որ նորը կսկսվի, ես այդպես վատ բան չտեսա, որ զգուշացնեմ ու արգելեմ։ Ուղղակի մի բանը պարզ տալիս է, անցյալը ջնջվում է քեզ մոտ 10 տարվա պատմություն։ Միջև անգամ տես այդ 10 տարվա մեջ ձեր հարաբերություններն են, ձեր երեխաներն են, հարազատներն են, ընտանիք, բնակարան, ամեն ինչ, ձեր հարաբերություններն էլ են փոխվում, արդեն դուք պետքա դառնաք ընկերներ, որ իրար հետ կիսվեք, իրար վստահեք, անպայման է դա, անպայման։ Մի բան էլ նայեմ։ Մի քիչ առողջականին թող հետևի, որտեղ այս լարվածությունը քոր կտա իր վրան, մաշկային մի քիչ բաներ ունի, հորմոնները միացտուկվի։ Լավ կլինի այս ամբողջ ամիսը միջև հուլիսի վերջ, դա բոլորին եմ ասում, բոլորին, հատկապես այն մարդկանց ու մոլորակների, որ հիմա կույս եւ ծուկ, ինքն էլ ունի այդ երկու մոլորակներից, շատ հետևողական լինեն աղիներին։ Ու մաշկայինը, ալերգիանը, այդ կա մեկի տեսողությունը, աչքերը։ Տեսողությանը շատ լինի, միգուցե ակնոց տնի արդեն։
Պարզա։ Հարց դուր։ Մի նեղվի, որ ասում ես աշխատանքի համար հարցնում եմ լավ չի, որտեղ փոխվելու է ուզած չուզած փոխվելու էր։ Ու ավելի լավ է գնալու նորը կսկսի տանդաղորեն, բայց ինչ անի, որ իրեն լավ լինի, մի րոպե։ Ինչ գործ անի, որ իր, ասենք, հաջողություն ունենա։ Կազմակերպող ինքը պետք է կազմակերպի։ Տների հետ կապված կազմակերպի չէ, ուղղակի մի քիչ անվստահ է։ Հենց իր սխալն տեղը էլի Մարսը ցկան մեջ անհավատություն կա իր մեջ, մտածում է, բավոր գնա մանգնե մեզ ինչտեղ, բավոր չկա բավոր։ Իր ինտուիցիան թող լսի, դու էլ հետևից դուր ու թող գնա ինչ ուզում անի, բայց ավելի շատ տնական հարցեր է իր մոտ։ Բնակարանների հետ կապված ինտուիցիա ունի, բայց շատ անվստահ է, ոչինչ չի կարողանում։ Չեմ լսում եմ։ Մի հատ էլ ասում եմ ինքը լավ ինտուիցիա ունի, բայց անվստահ է ինքը իր վրա վստահ չի։ Միշտ ամեն ինչում կասկածամիտ է, բա որ սկսեմ լավ չլինի։ Են հեքիաթի նման, բա որ կատուն գա ինձ վրա, ոչինչ կգա հետո մի քիչ կսիրես ճամփու կդնես։ Բնակարանի հետ է, ինքը շինարարության հետ ո՞նց է։ Լավ է, շատ լավ է։ Դե թող մտնի մի հատ ինչ որ այտենց մի բան, որը որ ավելի շատ կենցաղային է, բնակարանները, ընտանիքին վերաբերվող ավելի շատ այդ հարցերն է, շինարարության հետ կապված, որտեղ որ բնակարաններն է։ Այդ է իրան լավ, նաև կարող է հոսանքի հետ կապված լինի։ Հա, ինքը հիմնականում ինքը ոսկերչություն է անում, տենց մանր գործերի հետ սեր ունի շատ։ Ինչ անում։ Ոսկերչություն։ Մի քիչ այդքան չի երևում, այստեղ ոսկերչություն։ Թողանի, բայց այդքան չի հիմա։ Ավելի շատ տնական տների հետ է, բնակարանների հետ, տարածքի հետ ավելի շատ ցույց տալիս իրանը։ Ոսկերչություն պետքա գլուխը կախ նստի անի։ Այդ ես կարամ ասեմ կողքից ինքը դա կարան, բայց ուր է իր հաճախորդները այդքան չի երևում։ Դիմողները շատ են։ Դրա երևի ստացվում։ Չէ, այդքան էլ շատ չեն հիմա, շատ ված շրջան է իր մոտ, այդքան էլ լավ չի։ Հիմա ժողովրդի ձեռքը փող չկա։ Հավես չունեն։ Աշխարհը պատերազմների մեջ է, երկնային աղետները շատ է լինում, բայց շինարարությունը իր մոտ լավ է։ Այսպես մի բառով ասեմ, ինչը բնակարանների հետ, տարածքի հետ կապ ունի, այնտեղ կաֆելա, մետլաղա, գաջա, ամեն ինչը, այդ իրան լավ է։ Բնակարանների վերանորոգում, արքուվաճառք, այդ բրոկերների աշխատանք, բրոկերություն չէ, այդքան չէ։ Բայց ինչ անում է, հատ կարևորը իր փաստաթղթերն է։ Փաստաթղթերի շատ պետք է ուշադիր լինի, որ վրիպումներ, թյուրիմացություններ չլինեն։ Եվ ինչ անում է, անպայման դոկումենտներ իր մոտ պետք է կարգին լինեն։ Պարտադիր իր փաստաթղթերին ուշադրություն դեր անձնագիրն է, ինքնաթիռի տոմսն է, մեքենայի գրքույկներն է, ամեն ինչը առաջնային է եւ այդ մուծումները, որ լինում է հարկեր վարկեր, դա էլ պարտադիր, այսպես մի բառով աշխատի օրենքի հետ ընդհանրապես խնդիրներ չունենա ու հանգիստ լինի։ Համ աշխատանք չլինի, համ փող չլինի, օրենքի հետ խնդիր։ Արդեն դեպրեսիաները պատրաստ են ամուսնուդ։ Հետո կասի, բա որ ասում էի, այնքան այդ վախերը ինքը մեջը արմատացրել է, որ մի բան հենց լինում, ասում է, բա հիմա էլ նորից կլինի։ Փոխվում է այս տարի իր մոտ դրա համար ասեց, իր մտածելակերպ, ապրելակերպ 25 թվական հունիսի 22 փոխվեց եւ այտենց կշարունակվի մինչեւ տարվա վերջ, դու էլ իրան տուղ պետք է տաս, դու օր ամսվա ծնունդն ես, մեկն էլ լինի քեզ տուղ տա, դու էլ շատ գցում բռնում, դու էլ ես, բայց ոչինչ էլի կարողանում ես պահես ավելի, դե օդու ջուր եք, երկուսդ էլ կարևոր եք, առանց օդ գիտես չկա, առանց ջուր գիտես չկա ոչինչ, նորմալ է համարվում, դու պետք է ուղղակի կնոջը բնությունը այդպես է տվել, որպես կոտկատեղից ներքև գետնին կանգնած հողին կպած ամրություն, որ տղամարդուն թող պետք է տակ, հիմա տղամարդիկ շատ են թուլացել, դու տեսնում ես աշխարհում ամեն հարված տղամարդն իր վրա է վերցնում, իրանք մեծ երեխեք են, տենց էլ չեն հասնանում ամբողջ կյանքում, 60 տարեկան տղամարդը
ու ասենք ինչքան մի 30 տարեկան կինը, այս 30 տարեկանն ավելի հասուն է, քան 60 տարեկանը։ Այդպես բաներ կա։ Ճիշտ է։ Դրա համար մեղք են տղամարդիկ, լավ պահեք։ Մի նեղվին առաջան կկարգավորվի, կտեսնես։ Կտեսնես, որ կկարգավորվի, որտեղ փոխվելու է այս տարի։ Մնացած ամեն ինչ նորմալ է մեզ մոտ, միայն այդ գործնական հարցերն է, որ ուզում ենք մի քիչ էլի լավ է, բայց ուզում ենք մի քիչ ավելի լավ լինի։ Հա, ավելի լավ, մի կիլոյի փոխարեն 3 կիլո եք ուզում, այդպես չկա։ Հիմա այդպես չկա, հիմա ամեն ինչ հիմա այն մի կիլոն էլ է պակասել, բայց կայուն պետք է լինի։ Անորոշությամբ հարկավոր չի ապրել, լորով պետք է ապրենք, որտեղ փոխվեց աշխարհը։ Իրա գարասկոպը Նարինը պարզ ցույց է տալի 17 տարի ինչպես դու ապրել ես, դա փոխվելու է։ Դրա համար այս մարդն ասում է, ինչի լավ չի, դու էլ կողմից ես, դուք սոված չեք, անհագուշ չեք, ձեր սառնարա դուտելու բան կա, ձեր գլխին տանիք կա, պարտադիչի 7 տավտը ունենաք։ Պարտադիչի մի չգիտեմ ինչ շքեղ ժամացուն ունենաք, պարտադիր չի, պիտի մարդիկ հասկանան այս էլեմենտար բանը, այդքան նյութին մի կարճեք։ Հա լավ ապրելը լավ է, բայց ինչ պետք է անեն, որ լավ լինի։ 6 հատ մատանի դնեն մատին, ինչ է տալիս դա։ Կարևոր ընտանիքում գարմոնիա լինի, սերը լինի, խաղաղություն ու իրար հասկանան, որ լույսը բացվի, գիտես, որ կողքիդ մարդը կողքը տա, երեխեքը տարող չեն ու դուք ուտելիք ունեք։ Սրանա ու աստուն մի շնորհակալ եղեք, այնքան լավ բան է շնորհակալ լինելը, փառք տակ ու շնորհակալ լինեք, ինչ էլ ունեք, ասա գոհանում եմ այդքանով։ Եթե մի ընտանիքում տհաճություններ տեսնում եք, մի բան չի ստացվում, նյութական, անմիջապես հիշեք Հոբի պատմությունը։ Աստվածաշնչյանն Հոբին, որ ամեն ինչ ձեռքից տարավ, բայց էլ ասեց փառքդ շատ, վերջում Տերը կրկնակի տվեց։ Այդ միշտ հիշեք ու ամուսնուդ կարդա։ Կտեսնես ամեն ինչ շատ հեշտ կանցնի։ Այդպես Նարինջան։ Մեկ էլ մի հարց է տամ, էլի, ասես ինչ որ տեղանքի փոփոխություն սպասվում է։ Ուզում եք երկիր փոխեք։ Չէ, ուզում ենք քաղաք փոխենք, բայց արդյոք լավ կլինի, որ տեղանքի փոփոխություն լինի, ասենք։ Ես չգիտեմ, որ էլի նույն Ֆրանսիայում։ Նույն Ֆրանսիայում, հա։ Ամուսնուդ մոտ տալիս է։ Ամուսնուդ ցույց տվեց, որ այս 25 թվականը շատ վճռորոշ տարի է յուրաքանչյուր հարցում։ Եթե ես ասում եմ մարդու կարգավիճակը փոխվում է, սոցիումը, ապրելակերպը, մտածելակերպը, ամեն ինչը, գույները, այս տարի ամուսնուդ մոտ ահագին փոփոխություններ կա։ Եթե դուք 17 տարի այդ քաղաքում եք ապրել, հիմա փոփոխությունը լինելու է։ Դու շատ ես կոր գրում։ Քիչ կորը։ Չէ, Կամ վախշեն է կորը։ Հիմա էլ չէ։ Այդ եվանից էլ չես կորում։ Դե արդեն տարիք սա, որ մի քիչ այդ ինչքան մեծ ես, որ իմ տարիքին հասնես ինչ ես անելու։ Հա, կա ձեզ տեղափոխություն։ Ձեզ տեղափոխություն կա, Նարա դու պետքա օրը փող աշխատես, այ քո կառասկուպը դա ցույց տվեց։ Օրվա եկամուտ, օրվա փող, արա, ու լավ կաշխատես, հիմա քեզ մոտ ավելի կայուն բաներ է տալիս, բայց դու շատ ես վիճելու ամուսնուդ հետ մի վիճի։ Անընդհատ դաստիարակում ես, թող այդ մարդը շնչի։ Այդքան խոսել կլինի, որ խոսում ես։ Դե որ անվստահ է, անդադ պիտի խոսեմ, որ վստահություն ձեռք։ Քիչ խոսա, մի խոսա այդքան, նեղվում է։ Իսկ խոսել կլինի, հա ճիշտ ես խոսում, բան չունեմ ասելու, բայց այդքան մի բանը մի քո վրա վերցրու, նույն բանը քեզ անդադ ասեն, լավ, հա։ Ռենգենի նման ամեն ինչ տեսնում ես, լավ էլ ամուսին ունես, ստեղից երևում է, որ կարգին տղամարդ է։ Կարևորը լավ ծնող է։ Շատ լավ պապա է, մի քիչ էլ ուզում Հա, եմ կարևոր լավ ծնող։ Հա, կա տեղափոխություն։ Կա տեղափոխություն ձեզ մոտ։ Նոր սկսելու եք, ամեն ինչ նոր սկսելու եք դուք։ Առաջին հերթին բնակարանի հարցը կնայեք, որ կողքը կանաչ լինի շատ։ Քեզ սեփական տուն է պետք։ Շենք չվերցնեք,
շենք չվերցնի։ Հա, Անպայման այգի լինի, մի քիչ ավելի գետնին լինի տունը ու դու ծաղիկներին ինքդ հետևես։ Այդ լավ կարևոր է, Սեջան։ դեպրեսիաները դուրս կգա։ Դու խնամես, դու հետևես։ Հա, կարելի է, եթե ասում ես փոխեք լավ կլինի, այո։ Այո, հա, Բայց աշխատեք սեպտեմբեր ամսին չանեք, ինչ անում եք։ Ինչ անում եք Սեպտեմբերին չանենք։ Չէ, որտեվ ես Միջև- շատ տեղեր եմ դասում, սեպտեմբերը խավարումները ու այդքան էլ հաճելի չի։ Հարկավոր չի խավարման ժամանակ լուրջ գործողություններով զբաղվել։ Հա, շատ Այդպես, բարի։ այդքան է, Նարին ջան։ Այդքան։ Շատ շնորհակալ եմ Խնդրեմ, ձեզանից, համբերություն։ կլսեմ ձեր խորհուրդները։ Ես քեզ հավանեցի։ Ես ավելորդ եմ գտնում ասել, որ ձեր մշտական հեռուստադիտողն եմ եւ երևի ես մոլորակի վրա միակ մարդն եք, ով մեր Հայաստանի մասին միշտ դրական բաներ Հիմա էլ եմ ասում, ոչ մի սանդրանքի չգնաք, ով որտեղ ինչ խոսում է չլսեք, ապրեք ձեր ընտանիքով։ Ու ամեն ինչ լավ պետք է լինի, որտեվ մենք ամենախաղաղը Հայաստանն է, ասել եմ նորից ասում եմ, ամեն եթերից ես այդ բանն ասում եմ, այն ազգերը, այն երկրները, այն ժողովուրդները, որ են 20 թվին մեզ հետ վատ վարվեցին, բոլորը հերթով իրենց երկրում, չնայած հասարակ ժողովուրդը մեղավոր չի, ինքնատուժում։ Դե մենք մեր վատը արդեն 20 թվականին տեսանք, հիմա մնացածի հերթն է։ Հիմա այն ովքեր մեր հետ վատ են վարվել, իրանք են պատասխանները ստանալու։ Ու ամենից ապահովը Հայաստանն է։ Հա, փառք ու պատիվ մեր Հայաստանի։ Հետո կգաք Հայաստան։ Անպայման շատ եմ, Անպայման։ շատ եմ սիրել Հայաստանը, ուզում ենք Փող աշխատեք, ամեն տարի եկեք ստեղ այգի մշակեք, քեզ մոտ իմիջիալոց շատ լավ կստացվի։ Ջերմոցներ, այգի, շինարարություն, դիզայնական աշխատանքներ, սնունդ, քեզ մոտ շատ լավ կստացվի դրանք։ Հայաստանում իհարկե, որ մեր հողը շենանա։ Մեր ընտանիքները, եթե ամուր եղավ, մեր երկիրը, մեր հողը շենանալու է Հայաստանի։ Վստահ եմ դրանում, վստահ։ Ընտանիքները ամրացավ, մեր հողը շենա լինելու, ու հենց այս տարի է դա։ Այդպես, շատ ճիշտ եք։ համբերություն Շնորհակալ եմ ձեզանից։ ձեզ համբերություն, Շնորհակալ եմ ձեզանից։ հաջողություն, Նարինե ջան, Հաջողություն։ այո։ Ալո, բարև ձեզ, Տիգին Լուսիա, Բարև ձեզ։ ոնց եք։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ, Տիգին Լուսիա, մեր խնդրանքը ունեմ էլի, տղուս համար եմ զանգել, ինք ինչ անհանգիստ է անըտատ, միշտ չրեմ ինչ կկատարվել իրա հետ, մեր խորհուրդ ընտրեք, կուզեմ իմանամ։ Գրետա, քանի տարեկան եք։ Ես Հա։ 59, Ինչքան։ 59, 59 է։ հա, Տղայի տարեթիվ ամսաթիվ ասեք ծննդյան։ Հուզված եք։ շատ, Ինչի համար։ ես է ձեզ պես տղա եմ կոշտրել, Երբ։ Գրետա։ Ալո։ Երբ է եղել Գրետա։ եղավ է արդեն 3 տարի, ստուր հուլիսին գթմի 3 տարին, մեզ մյուս տղես է, միշտ անհանգիստ դուս կուզե անըտատելնի, չիրեմ ինչ կկադարելի եդը։ Այն տղան քանի տարեկան էր։ Այն տղես 33, 33։ հա, մահացողը 33, Աստված հոգին լուսավորի, ձեզ էլ համբերություն։ ձեզ էլ, Տիգին Լուսիա, Շատ դժվար է։ Շատ դժվար է։ Այդ մենակ մայրերի գիզեմ, ողբերգական է եղել։
Գործից դուրս գալուց ավտովտարի ենթարկվավ։ Խմած էր եղել շոֆերը։ Այո, ողբերգական մա։ Ինչ ասեմ, որ ասեմ մամաները դիմաց կունեն։ Շատ եք իրար կպած, թե իրար խանգարում եք։ Դու ես իրան խանգարում, Գրետա։ Ես Իրան թվում է, որ իրան մաման իրան խանգարում է։ անընդհատ կհերել եմ Տիգին Լուսի, Ինչու՞մն ես խանգարում։ Անընդհատ դուրս գելու ինքը խմելու հետ քիչ հավաս ունի։ դու ինչքան խոսացիր, քեզ թվում է ինքը պետքա թողնի։ Վայ, ճիշտ է, խմիչքը, այս չլներ նարկոտիկ ինչ է, թմրամոլ, այն չլներ խաղամոլ։ Մի բան պետք է լիներ, որովհետև այս խմիչքը ժառանգական է։ Սա հեռվից գալիս է։ Ինչ ասեմ քեզ Գրետա ջան, ինչ ասեմ, ասա, ես չեմ կարող որևիցե բան անեմ, որպեսզի խմիչքը թողնի։ Այս խմիչքը Ինչն է իրան խաղը։ երեխու էսենց վիճակը, որ այն տղայի տնենց եղավ, այս տղան էսենց խմում է, չգիտի ինչ անում, ինչ է ուզում այս աշխարհից, այն առողջականի խնդիրներ երևում է բարձ, ամեն տեղն է, ամեն տեղը։ Միտեղ ես իրա մոտ այն ժողովուրդ ասած ամենտեղ խախուտ է։ Միտեղ ես հիմա իրան կարգին չեմ տեսնում ու գիտակցում եմ, որ ինքը լավ բան չի անում, ցավն էլ դա է։ Այն լուրջ ժամանակ կարգին տղայի ամեն ինչ հասկանում է ու գիտի որ վերջ, բայց ինչպես է կամ մտնում մեջը էլի նորից սկսում է։ Ժառանգության կորուստ է եղել իրա մոտ։ Ժառանգության շնչող աղբերը։ Չէ, դա չի, բնակարանի նկատի ունեմ, նյութականի։ Բնակարանին ունենք վարկ ունենք, մի բան ենք երել։ Այսօր եկան, այսին չի դեմելը։ Այ դե ուշադիր եղեք, զգուշ եղեք, մի բան արեք, կորուս չտա։ Եմ որ ասում է կարկուտը խփած տեղն է, հա խփում։ Տղայդ մտքին կա Հայաստանից գնալ, որ ես միշտ դեմ եմ։ Կուզե, բայց ես չեմ ուզում։ Ես էլ չեմ ուզում, բայց միայն այն դեպքում, ստեղ իրամուտ ցույց տալի որ կա։ Միայն այն դեպքում, երբ որ հստակ գիտի, որ ինքը պետքա գնա այնտեղ գործ անի, պարտքեր փակի, ու այդ խմիչքը թարգի։ Բայց եթե պետքա գնա նույն բանն դե շարունակի, աշխատած փողը այս կողմ մեկ կողմ վատնի, ընդհանրապես թո տնից դուրս չգա։ Ինքը առավոտ ելնի, իրան նորմալ, ամեն ինչի գենեմ, ու էլ չի գնա։ Թևերս, սիգս, ընդեղս կցավա, ու էլ չի ենում, հեշպան։ Ամեն տեղը ոնց որ ամբողջ մարմինը ծեծած լինեն։ Հա, ապրիս հա։ Վայ, Գրետա ջան, ես ինչ օրն ես ընկել մայրիկ։ Ուրա բակու ամուսինը։ Ամուսինը դուրա։ Արտազնի աշխատում չգնաց։ Ինչ։ Խոպան է գնացի, կան ճիշտը պեսեմ։ Ավելի ճիշտը տենց է, այս խոպանը ինչքան տուն է քանդում, գիտես չէ։ Ստիպված ենք։ Քո տղայի մոլորակներն այնքան ուժեղ են, այնքան տեղին մոլորակներ ունի, ու որպես լավ մարդ էլ ինքը, բայց շուռ է եկեցիր, ինչ ասեմ, ընտանիքում ասեմ, ցեղում ասեմ, ինչում ասեմ, չեմ հասկանում ինչում ասեմ։ Հա, իրոք, հա, մեկից մեջ ասենք տարավ, իշխոս հաջողություն չունի։ Հիմա ոչ չասեմ, արա,
կոտրվի այն ձեռքը, որ արել է կեղտոտ բան, պարզ երևում է։ Էս ինչ դարար Գյումրեցին, հա։ Էս ինչքան է շատացել է տեղի այդ բաները, ինչին զզվել է դարը, ամբողջ հայացքը իրար ամբողջ այդ բաներն է անում։ Ամբողջ հայացքն իրար տուն չկա, որ այդ բանը չլինի։ Էս ինչ են հատկապես գյումրեցիք։ Այսքան պատիժները, այսքան մահերը, այսքան ամեն ինչը փլուզումները մեր երկրի վրան եկավ, էլի խելքի չեն գալիս, այս ինչ ժողովուրդ են դարել, հիմա էլի նորից նույն ընկել են քուչեկը, հիմարություններ են անում, հիմա չեն թողում ժողովուրդը մի քիչ խաղաղ հանգիստ ապրի։ Ձերիդ ամեն ինչ կուկա, Տիրինուսի, ամեն ինչ։ Ես տեսնում եմ այստեղ, Գրետա ջան, ես ամեն ինչ այստեղ հայլի նման ամեն ինչ պարզ երևում է։ Բայց ինչի ես են զայրացա, որովհետև կեղտոտ բաները ահագին արած ձեր ընտանիքին։ Տղամարդկանց խփելա, հարվածը, այն երեխեն անեց գնա։ Այն մարդը թողի գնացել է, չի հասկանում ուր է իր կնիկը, ուր է երեխեն, ուր է իր տունը։ Այստեղ են իրան պատա տալի, ոչ մի բան չի, լույսը բացված արդեն վատ է։ Ես էլ չեմ կարում այտենց բաներ անեմ մաքրեմ վրան, մենակ ամեն առավոտ իրիկուն ասում եմ հերիքա գնաք այդ գուշակների դռներ, հերիքա չար բաներ անեք, մի քիչ էսի պարտկեք էլի լեզուները ձեզ քաշեք, անեց կեղտոտություն, թուղթու գրեր, վհուկություն, հերիքա էլի չեն խրատվում, այսքան զոհեր մենք ունեցանք, այսքան մահեր եղավ, կռիվ, վթար, հիվանդություն, ինֆեկցիա, քաղցկեղ, ինսուլտ, ինֆարկտ։ Ես չեմ կարողանում հիմա մի բան ասեմ, որ տղադ այս բանը վերջացնի։ Հիմա ինչ ասեմ, են անգիրարած տեքստի նման չի լինի, որ ասեմ, աղոթեք ամեն ինչ կլինի, սուտ է։ Ամբողջ աշխարհը մեր հայոց աշխարհն աղոթեց, ամեն ինչ համար են Տիգրան երեխու համար աղոթեց Տիգրանչիկին։ 44-ին աղոթեցի։ Որտև կողքից էլ անեց կա։ Ասված չի ասում դու ձերքերը ծալի նստի, ես քո փոխարեն ամեն ինչ կանեմ, բա դու ինչ պետք է անես։ Աստված կանի, անդադ գցում են Աստծո վրա։ Աստված էլ բանը գործ չունի, նստեց սպասում է, թե իրան պետք է մեկը մի բան խնդրի։ Մենք ինչ ենք անում։ Ինչ է այս երեխեն էսենց դարել։ Ոչ ֆինանսներն է կարգին, ոչ առողջությունն է կարգին։ Հա, ճիշտ է։ Հիմա տես միակ մի բանը, որպեսի տղա տես վիճակից դուրս գա։ Դու ոնց պետք է հանգստանաս, դու չես հանգստանա, քո թևը կտրվել է։ Չեմ կգա։ Այդ թևը կմստել չի լինի երբեք։ Հա, անընդհատ հետևում եմ, անընդհատ իր մասին չեմ կնա ոչ գործել հեշտ է բանում։ Գրետա, լսի ինչ եմ ասում, սիրտդ կվատացնես, մի հատ հլը քեզ հանգիստ պահի, եթե, տղայիդ հետ խոսեմ, եթե ինքը ոչ թե քեզ է խոսք տալի, այլ ինքն իրեն խոսք պետք է տա, այն ոտքը մի հատ գետնին խփի լավ, ասի ոչ, էլ չեմ գնալու ես այդ քալին, սատանա դուրս արի մեջիցս, սատանան մտել է մեջն իրան քանդում է, Եթե ինքը պետք է գնա դրսում այնտեղ աշխատի ու բերի պարտքերը փագի։ Չեմ թողել։ Ինչի։ Կվախենամ։ Ինչից։ Դու խմի հանգացնի փորձանք։ Բայց ես էդ եմ ասում։ Մտում է որ տեղ կողքտը չի խմում, հա։ Ես էդ եմ ասում, եթե իրամոտ գնալը ցույց տալիս է ու վատ չի միջալու փող կաշխատի բայց միայն այն պայմանով որ ինքը իրեն խոսքը տա որ այդ սխալ ճանապարհից հետ կանգնի միայն այդ պատրվակով եթե ոչ իրոք խնդիրը կտա ու հարամ կլինի ամեն ինչ ես հիմա նայում եմ իր մոլորակը Մարս մոլորակ գոյություն ունի, որը գտնում է կարիճում, որը հենց մոգություն է, որը եւ տալիս է, որ ինքը շատ ուժեղ էներգիայի տեր մարդ է, շատ ուժեղ։ Ինքը կարա եւ քանդի եւ կարա ստեղծի։
Այսինքն եւ ինքն էլ իրեն ուտում է, ինքն իրեն հոշոտում է, որը խփում է իր օրգաններին։ Այն լյարդից բռնացրած Ճիշտ է։ նևրոզների մեջ է։ Եթե ինքը ասի, որ ոչ, էլես բանը ես չեմ անելու ոդկը գետնի խփի բռունցքներ սեղանի, ինքը չի անի։ Չի անի ու կաշխատի դռները կբացվի իր առաջ, լույսը ներս կմտնի ու այդ հարցերը պարտքերը կփակի ու նորմալ ընտանիք կստեղծի այս մարդը իր 2 երեխաներով, որտեվ դա իրան ցույց է տալիս։ Բայց իրանը Ռուսաստանը ցույց է տալիս ու էլի կարևոր մի բան, այն շրջապատը, որտեղ լավը չեն, պետք է անպայման հեռանա, իսկ ես չեմ տեսնում իր կողքը կարգին շրջապատ։ Պետք է շրջապատը լրիվ մաքրվի, գումարած մի որոշ հարազատություն։ Սա էլ է երևում։ Հենց այն հարազատությունն է, որոնք լավ չեն վարվել։ Ետ ինքդ գիտես արդեն։ Իրան տրված է ժառանգության տեր կանգնել, իրան տրված է իր սեփականությունը ունենալ եւ տրված է աշխատանք։ Դու հարցրեցիր ինչ կործանի մեքենաների հետ։ Մեքենաները իրան ցույց տալու։ Ապրիս, հա։ Ինքը փողոցից չի աշխատի, կաշխատի։ Կարող է այդ Սարյանվը Չլսեց ինչ ասեցիր։ փողը ինքը փող կաշխատի, աշխատող տղա ինքը, լավ, ուզադի պետք։ Հա։ Այս չկա։ Բա տալիս է տես ինչին է տալի, դրա համար չի լինի։ Դրա համար էլ ինքը իր մի ձեռքին պետք է խփի, որ այդ չտանի ճանապարհին այդ փողերը։ Ինչ եք տունը դրեք գրավ։ Ինչ եք արել, մի մեծ բիզնես եք դրել։ Չէ, ասենք կեստա լավ կաշխատի, կարտոլ կտնենք էլի, ասենք հողագործությամբ ենք զբաղվում։ Բոլորը կռացած։ Սաղ ցախ է շտում։ Ինքը կարողանա բան այդ մեքենաները էլ կործանի։ Էդ էլ իր մոտ կստացվի։ Հա, ունի ամեն ինչն է ունի։ Ու փայտի գործեր կարանի, փայտի։ Հա, դիգեքն ամեն ինչ։ Պրոստը խմելը ու ինքանոտ անհանգիստ։ Ես էլ լարված վիճակ, անտակ խոսամ գրեմ։ Նստան պետք չէ, ով եկել չեմ։ Գրետա, քո լացել իր մոտ չի անցնում, մի լաց եղել։ Գիտեմ, ճիշտ ես, դիգել եմ զգացել։ Ինչ անեմ, ասա Գրետա ջան։ Ինչ անեմ։ Կախարտական փայտիկ չունեմ։ Այդ վիշտ մնացել ես մենակ։ Չգիտես որտեղ դուր բացես։ Ոչ մի բան էլ չկա, մենակ լաց ես լինում։ Ինչ ասեմ ես քեզ։ Հիմա դու քո տղային ասա, որ եթե կցանկանաս իհարկե, բայց ինձ թվում է ինքը կլսի։ Ասա, որ խոսել ես իմ հետ, կդնես կլսի այդ վիդեոն անընդհատ։ Ինքը շատ ուժեղ մոլորակներ ունի, շատ ուժեղ ու նպատակային մոլորակներ, շնորհքով տղա է, մեծին հարգող է, իրոք էս մարդը մեծին գնահատող մարդ է։ Ու իրեն ասա, որ անուն ինչ է իրա։ Ռուստամ։ Ռուստամ ջան, քեզ շատ եմ խնդրում, արդեն հուզվեցի։ Խելքդ գլուխդ հավաքի այդ տղա ջան։ Մորդ խղճա, հորդ էլ խղճա, այն մարդն էլ ընդեղ է ես իմ իշ ձևի։ Ու կոնե հանուն քո այդ եղբոր, տես ինքը խմած մարդու միջոցով գնաց ես աշխարից։ Քո աղբերը խմած մարդու միջոցով գնաց, պատճառով գնաց։ Ապրիս։ Խելքդ գլուխդ հավաքի, որտեղ դու նենց ուժեղ մոլորակներ ունես, դու որ ասենց բռունցքդ սեղանի խփես, ասես վերջ, էլ ես չեմ անելու, դու չես անի դա։ Ու այն փողը, որ քեզ մոտ գալիս է, ինքը արդյունավետ է լինելու։ Պարտքերդ կփակեք, մամատ էլ նորմալ շունչ կքաշի, գոնե մի անգամ գլուխը հանգիստ բարձին կտնի։
ու դու լավ ընտանիք կստեղծես երկու քո հրաշալի երեխաներով, ինչ որ սա ասեցի, սա քեզ տրված է։ Հիմա եթե ես քեզ ասեմ դու գնաց Ռուսաստան միանգամից պետք է միլիոններ բերես, դա այդպես չի լինելու, այլեն առաջվա Ռուսաստանը չի։ Հիմա էլ ամբողջ խառնված է իրար ամբողջ աշխարհ, հատկապես Ռուսաստան։ Դու ստեղ էլ պակաս չես աշխատում։ Ընդեղ էլ աշխատի, ընդեղ էլ աշխատի, ընդեղ էլ աշխատի, ձերքդ ամենտեղ գցի, որ պարապ չմնաս։ Ով էլ քեզ շիշ կբերի կդնի, դուր գլխին։ Այդ օղի շշերը մի վերցրու։ Լեննականը լավ վիճակում չի գտնվում հիմա։ Այդտեղ երկնային աղետներ շատ կլինի, այդ նշանակում է սթափվեք վերևից, ժողովուրդ ուշքի եկեք, հերիքա ես ձեր գլխին խփեմ, խելքի չեք գալիս։ Այն ջրհեղեղը, որ եղավ կարկուտը տվեց, փոշի, քամի, սաղճարտից մի հատ ուշքի եկեք, ինչի՞ է Տերը ծայրացել ձեր վրա, ձեր սխալ գործողություններից, այն անեծքներից, այն թուղթուգրերից, այդ նարկոտիկներից, այդ խմելուց, դավաճանելուց, շատ բաներից։ Երկրաշարժը ձեզ հերիք չէր, այն երեխեքը հերիք չեն, ուշքի եկեք, հանուք ու մամայի արցունքների, որտև ինքը գիշերները չի քնի, քեզ մեծացրել է, ու դու հիմա տես պատասխան ես տալի քո մորը, հետո պետք է գոռաք, որ դուք տղամարդ եք, հա, որ մեկ տղամարդկանց ղզիկ եմ ասում, ճիշտ եմ ասում, շատ ճիշտ եմ ասում, որտև ձեզ ճիշտ չեք պահում դուք, ձեզ ճիշտ պահեք, եթե ուզում եք խաղաղ, հանգիստ խաղաղ ապրեք, ու մի ուրախացրեք ձեր թշնամիներին, մի ուրախացրեք ձեր թշնամիներին, այսքան Գրետա ջան, մի լացեղի, դժվար է շատ դժվար է, շատ ծանր է, տղատ հենց տղատ խմում է, գլուխը տար մցրու դուշի տակ, սառ դուշի տակ, մի հատ էլ ականջը քաշի, որ իմանա։ Գազան այդ ժամանակ, գազան։ Հա, բա սատանել մեջը ֆռում է, բա ինչ պետք է լինի։ Այդ չեն հասկանում, որ արաղի շշի մեջը սատանան է, ինքը պարում է։ Այն մարդ հենց այդ օղու շիշը բերանը բացում է, սատանեն մեջը սկսում է պարել։ Ուրախանում է, որ դու հիմա իրան կխմես, ինքը դրանից կուրախանա ու խոզի նման կպարկես գետնին։ Ես ինչի սա ասեցի, որտեղ Արամայի Սահակյանը քիշես, ոսնո գլխավոր խմբագիրը ամեն անգամ հենց խմիչքից խոսում եմ, դա եմ հիշում։ Այդ ոզնու ամսագրի էջի առաջի էջը հենց այդ էր։ Օղին սատանան մեջը պարում է, այդ մարդը խմում է ու խոզի նման պարկում է կեղտաջերի մեջ։ Էսի տղամարդու կերպարներ։ Այս եմ հիշում։ Այդ չարին թողնում եք, որ տղամարդիկ ձեր վրա խնդա։ Դրամայել ես շատ նման տղամարդկանց ղզիկ եմ ասում ու երբեք էլ չեմ հրաժարվի։ Որովհետև այդ է նշանակում ու կհամարեմ անթասիբ։ Հետո լոպաս խոսում եք։ Մի խոսացեք լոպաս։ Դուք ձեզ կարգին պահեք աշխատեք, ձեր ընտանիքը պահեք ու ձեր ծնողենը գնահատեք։ Հետո եկուս միսօր որ այս աշխարհից գնում են, արդեն ասում են, վայ մամաս սենց բան էր ասում։ Խմիչքը սատանայություն է, ձեզ մատի վրա ֆռացնում է, ինչ եք հասկանում, որտեղ դուք ուժ չունեք, թույլ եք, իսկ քո մոլորակը, Ռուստամ, շատ ուժեղ է այստեղ, շատ, քո մոլորակը, Մարս մոլորակ, ինքը պատերազմական մոլորակ է համարվում, ինքը կարող է համ քանդի, ամեն ինչը քանդի, ինքը կարող է ստեղծագործի ու ստեղծի, բայց դու ինքդ քեզ խնդիր ես ստեղծում քո այդ պահվածքով ու թույները մեջից դուրս է գալի, կարիճում է գտնվում թույնը, դուրս գալի դիմացին խայթում, հետո հենց այդ վիճակը տանցնում է, խաղաղվում ես, տալիս ես գլխիդ, տեսնում ես, այսով ջարդեց այս ափսեն, դու ես ջարդել, ով է ջարդել, դե հիմա գնա արբեր իր տեղը, բայց դու պետք է պարկ փակես, տղա ջան, էլ բան չունեմ ասելու, հիմա ասեմ անդադ նույն բանը կրկնելու եմ, ուղղակի խղճամ մամա այդ մի քիչ, մեկ էլ քո եղբոր Շիրիմին, գնա նստի եղբորդ Շիրիմին, երթում տուր իրան, որ դու էլ այդ բանը չես անելու։ Ունես այդքան ուժ ու թափդ, գնա արա։
Հետո թե եթե կկրկնես, արդեն երազումդ կտեսնես ինչ կլինի։ Այսքանը, Գրետա ջան։ Շնորհակալություն շատ Ամեն ինչ ես քո տղային ասեցի, քեզ չասեցի, քո տղային ասեցի, թող ինքը լսի, կդնես թող լսի։ Մի քանի անգամ թող լսի։ շատ շնորհակալ։ Ուզում է հայոյի իմ ասածներին, ինչ ուզում է թողանի։ Մի քանի այնտեղ կեղտոտներ, որ այդքան անեցք են թափում, ին վրա կեղտոտ բաներ են խոսում, այդ իմ ամուսինս ասում էր այդ օրհնանքա, այդ օրհնանքա, հայակն օրհնանքա։ Ինչ ուզում են թող ասեն, ոչինչ էլ չի կպնի։ Հա, Գրետա ջան, լաս չլնես, պինդ կաց, ջուր խմի, կում ջուր խմի, կում։ Հիմա ես քեզ մի բան սովորացնեմ, տես, մի բաժակ ջրի վրա ձեռքը տիր վրան, մի 3 անգամ հայր մեր ասա։ Ուզում ես 10 անգամ ասա, ուզում ես մի անգամ ասա։ Մի 3 անգամ հայր մեր ասա, դուր թող այդ տղան խմի։ Կում թող խմի, ասա խմի։ Խմի, այդ քո արցունքներն պետք է խմի ինքը մաքրվի, եւ մեկ էլ շատ հին հնդկական տենց հին մեթոդ կա, իրոք աշխատող մեթոդ է։ Ես թքած ունեմ, ես հիմա տնավար եմ լրիվ խոսում, իմանում եմ իմ առջև նստած ես, ես թքած ունեմ, ով ինչ կասես իմ ասածի վրա, որտեվ ես ասում եմ են, ինչը աշխատող է, ինչը բնական է ու ինչը բարի է։ Լողակաջրով քո տղայի գլուխը ինչքան լողանում է, պարզաջրի։ Մի թեթևը տենց ամանի մեջ լողակաջուր թույլ, ինքը մազերի գույնը չի փոխի, ընդհակառակը լավ բան է դա, բնական է։ Այդ լողակաջրով գլուխը մի հատ լավ թողողի ու սրբիչը չորացնի, որ մաքրվի։ Տես ինչ բան է անում լողակը, մազարմատներն է ամրացնում, թեփն է վերացնում, գլխացավը եւ այդ կեղտոտ բացասական էներգիան մաքրում է, աուրան։ Տես ինչ բան է անում, այն հնդիկները, որ տենց բաներ անում են, իրանք ուժեղ են, իրանք ֆանատազգ են։ Տես ինչքան հզոր են իրանք։ Ամբողջ Հնդկաստան։ Այնպես որ արեք։ Ու կտեսնենք, ու կսպասենք դրական արդյունքի, Գրետա ջան, էլ լավ չլինես։ Աստված ձեզ օգնական, Աստված ձեզ հետ։ Ալո, Բարև ձեզ Տիկին Լուսյան։ բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Ես ուզում եմ իմ տղայի մասին մի բան հարցնեմ, էլի ձեզ։ Հա, Ասեմ տարեթիվը։ հա, ասեք տարեթիվ, ամսաթիվ ասեք։ Տատանվող մարդ է, անընդհատ գցում բռնում տատանվող մարդ է։ Ինչն է ձեզ հիմա իր առողջականին պիտի հետևի, հենց հիմա զուտ իր առողջականի հարցերն է, քան մնացած բաներ։ Ինֆեկցիաներ չլինի, անոթների հետ կապված, աղիների հետ կապված, կարող է նաև կույրաղիկ։ Ինչն է ձեզ իրանից հուզում, ասեք։ Իր ընդհանուր վիճակը, իր ապրելակերպը։ Այդ ո՞րն է ապրելակերպը։ Ընտանիքի հարցը։ Ամուսնացած է, Ահա, ու ընտանիքում լավ չի։ չէ։ Ինչ են անում մարդու կնիկ իրար հետ։ Հարցը իր կնոջ հետ չի։ Ընդհանուր իր վիճակի մասին է։ Այսպես ասած տանը չի հասկանում եմ դեռ։ Ընտանիքի նվիրված է, բայց ինքը տանը չի, նշանակում է կողքից մեկ ուրիշը կա։ Ոնց որ թե, բայց ինքը չի։ Բա ո՞նց է ընտանիքի նվիրված։ Տենց է ցույց տալի։ Ցուցատալի, որ ես ընտանիքի նվիրված եմ, բայց դուք ինձ հետաքրքիր չեք, ես կողքից էլ կարամ մեկ ուրիշն ունենամ։ Հա։ Ոնց որ։ Սուսան, ես գիտես իմ այդ տղաներին ինչ եմ ասում ու բարձրաձայն շատ եմ ասում, ղզիկներ, որտեվ իրանք բոլորը վախկոտ են, իրանք ոչ մեկ իրա ոչ կնոջը, ոչ մամային, հələ մամային ոչինչ, չի ասում, որ ինքը դավաճանում է իրա կնոջը, իրանք ղզիկ են։ Եթե կնոջը չի սիրում, եթե կին իրան չի լրացնում, թողի գնան տեղ, ով իրան այդ ամեն ինչը կարա տա։ Ինչի չի գնում։ Պետք է ասեմ, վա, ես երեխեքից չեմ թողնի, երեխեք այդ ընտանիքում ճիշտ չեն մեծանա։
Եթե մի ընտանիքում սառնություն է, սեր չկա, այդ երեխեքը երբեք ճիշտ չեն մեծանում, ու իրանք շուտ ուզում են այդտեղից դուրս գան, գնան ամուսնանան, այնքան որ այդ ընտանիքից դուրս գան, իսկ այդ շուտ ամուսնությունը միշտ տվել է սխալ ընտրություն, թե աղջկա, թե տղա է։ Այս քո տղաներ ես չեմ հասկանում, իրանից մեծերին է սիրում, իրանից փոքրերին է սիրում, տարիքային այտենց ռամաններ ունենք, ինք ուր գնա ռաման կունենա։ Այստեղ իր կնոջ մեղավորությունը չի, իրայությունն է այտենց։ Ինքն է այդ տեսակ։ Ես էլ եմ տենց Ու հասկանում։ իր ամուսնությունն էլ շփթփ եղավ, հապճեպ։ Ում հետ էլ ամուսնանա, սենց կլինի։ Ոնց որ ամուսնանա բաժանվի, սիրահարվի փոշմանի։ Էս ինչ է ուզում, անլուրջ տղա է։ Անլուրջ։ Փակ իր մեջ, ես հիմա իր բացարձականներն եմ ասում, շատ կոպիտ բաներ ունի միջալոց, Մերկուրի մոլորակը աջեղ ջուրում է հերիք չի, ինքն էլ աջեղ ջուր։ Կոպիտ է։ Իրան հարց ես տվել, տղա ջան, ինչ ես ուզում ընդհանրապես այս աշխարհից։ Չեմ ասում կնոջից, այս աշխարհից ինչ ես ուզում, ուզածդ ինչ է։ Ինքն էլ չգիտի, ինքն էլ չկարողանում այդ հարցին պատասխանել։ Ես էլ չգիտեմ ինչ ասում։ Որ իմանամ կասեմ։ Բայց ես չգիտեմ, ուտել է ուզում։ Մենակ ուտել է ուզում։ Ինչ է աշխատում քո տղան Սուսան։ Բանա, Ինչ։ ախրանայա։ Հա, երևում է որ ինչ որ կառույցում է։ Եթե հիմա այդ ախրանիկությունը վերջացավ, ինչ է անելու։ Չգիտեմ։ Ուզում ես մի հատ շատ գեշ զուգահեռ տանեմ, որտեղ ես քո տղայի մոլորակը որ տեսնում եմ, դա եմ ասում։ Եթե հիմա քահանաներին կարգա ինչ արեցին, աշխատանքից անեցին, ինչ անելու քահանան, ոչ մի բան։ Այտենց էլ քո տղան է։ Ինքը ոչ թե պետքա գնար ախրանա լիներ, այլ պետքա խոհարար լիներ։ Ինքը կարող շատ լավ խոհարար լինի միջալոց։ Կարա շինարարությամբ զբաղվի, ինչի է գնաց է դարել պարապ մի բան, ինչ ախրան։ Ես չեմ էլ ուզում հարցնեմ ասեմ ում ախրանանա, որտեղ տղե չհետաքրքիր չի։ Եթե ինքը իր ընտանիքը դավաճանում է, իմ համար ինքը զրո է։ Ինչ ձևի ուզում ես իրան արդարացրեք, ուզում է ինքն էլ ասի։ Ինձ կասես կնոջ տարեթիվ ամսաթիվ։ Շատ ուժեղ աղջիկ է։ Իրանք իրարի չեն կարել, այսօր տեղն էլ ամուսնացել են։ Շատ իզոր են ամուսնացել։ Բայց, տես ինչ հետաքրքիր բան է։ Երկուսի միությունը ճիշտ չի։ Իրանք չպետք է ամուսնանան, դե սխալը սկզբից է եղել։ Բայց, քանի որ այս աղջիկը լուսնային հանգույց ունի, այդ կարմիչեսկե ասպեկտ է նշանակում։ Խեցկետին է նշանակում է, որ ով էլ քո ամուսինը լինի, ինչպիսին է լինի, դու պետքա քո ընտանիքը պահպանես։ Այս աղջկանից շատ կարևոր, այս ընտանիքից շատ բան է։ Տղային տրված է համբերություն, ստեղծագործական աշխատանք, իսկ աղջկան տրված է մայր, կին, ծնող։ Ամեն ինչ պետք անի, որ ինքը իր ընտանիքը պահի։ Երկու երեխա ունեն։ Աստված պահի։ Այս աղջիկը այնքան նյարդերը քայքայված է, որ դարել է պայծառատ ես, ամեն ինչ տեսնում արդեն։ Սուսան, ամեն ինչ այս աղջիկը տեսնում է։ Չի կարա իր ամուսինն իրան խափի։ Ամեն ինչ է տեսնում։ Արդեն եվրոզներ էլ ունի։ Ես նման դեպքերում ասում եմ գոնե մի ընդհանուր բանով զբաղվեն, ընդհանուր աշխատանք ունենան, որպեսզի միշտ միասին լինեն ու կնոջ ուշադրությունը, հոգատարությունը վրան լինի, որպեսզի այդ տղան սխալ ճանապարհով չգնա։ Բայց ես նայեցի Մերկուրիներն էլ չի համապատասխանում, ըստեղ էլ արդեն աղջիկն անդադ խայթելու տղային, որտեղ իր Մերկուրին էլ կարիճում է,
պակասնել էս աղջիկը չի, սա էլ չի լսում։ Ինքը լուր է, բայց իր ասածի տերն է միշտ։ Հա։ Լավ, այսպեսի մի հարց, որպես մայր քեզ հետաքրքրում է, այս ընտանիքը կարգի կգա, նորմալ իրանք հարմոնիկ ընտանիք կստեղծվի, էդ է չէ հարցնում։ Ահա։ Դրան եմ ցկտում, բայց Երկուսն չեմ էլ հասնում։ մեղավոր են։ Երկուսն էլ մեղավոր են, իմիջիալոս տղամարդկանց դավաճանությունը շատ տղեր ես կնոջն եմ մեղադրում, որտեղ կինը իրան ճիշտ չի պահում, որտեղ տղամարդը գնում է ուրիշ կնոջ մոտ, էլի նույն կինն է, այն կինն ինչ է հանդեղ տալիս, որ իր կինը իրան չի կարողանում տա։ Կարաս այդ հարցին պատասխանես։ Ուզում եմ լսեմ։ Ոչ մի բան ինչ պետք է տա։ Այն ինչ որ ինքը տանը չի ստանում։ Ինչ չի ստանում կնոջից։ Երևի սեր, հոգատարություն։ Չգիտեմ։ Շատ անգամ կանայք, քանի որ հասուն մարդիկ են, բոլոր ընտանիքները ուզում են ամեն ինչ ճիշտ իմանան, թվում է թե տղամարդը դավաճանում է, անպայման գնում է, անպայման սեքսուալ առումով է գնում, շատ սխալվում են, այդպես չի։ Նախարարինը տղամարդու դավաճանությունը ինքն է հաստատվելն է, որպես տղամարդ, ու այսպեսի մի բան կա, այն տղամարդը, որ այս կնոջից հեռանում է գնում է մեկ ուրիշ կնոջ մոտ, այս կինը լավը չի, լավն է այն կինը։ Բայց երբ այն կնոջ մոտից է հետ գալիս, այստեղ կինը պետք է ընդունի, արդեն լավը այս կինն է, իր կինն է, ոչ թե այն կինն է։ Ու պետք է ների։ Բայց եթե նորից է անում, արդեն ներել չկա։ Այդ չպետք է ների։ Տղամարդը ինքը թույլ է, ինքը կիսամարդ է համարվում, կոտկա տեղից տերքև է։ Ու այն էլ մեր հայ տղաները, ընդհանրապես բնություն է տղամարդուն այդպես ստեղծել, թե ինչ են իրանց ուժեղ սեր համարում, չգիտեմ։ Ինչն է իրանց ուժեղ, որ կին կոսմոնավտ կա, տղամարդ էլ կա, կին բոքսեր էլ կա, տղամարդ էլ կա, ֆուտբոլիստ էլի, այդ ինչ իրանք կարան անեն, որ մենք չենք կարող անենք։ Իրանք մենակ չեն կարող երեխա ունենան, որ դա կին ունեցավ, այդ ցավերը որ տարավ, այս ամեն ինչը չմոռանալով տղամարդու մասին է խոսքը, չպետք է, եթե տղամարդը ամուսնանում է, ոչ թե կնոջն է դավաճանում, այլ իր ընտանիքին, դրա համար իրանք իմ համար ղզիկ են։ Եթե այդ ընտանիքում ինքը իրան չի գտնում որպես տղամարդ, իրան այնտեղ մարդատեղ չեն դնում, կամ սեր չկա, ուշադրություն չկա, թող բաժանվի։ Որտեղ ես միշտ եմ եղել, բայց այս քո տղան իր խասյաթը չի կարա փոխի։ Իրանք սենց հալ բաժանվում են, միանում են, բաժանվում են, միանում են։ Ինչքան է իրանց փոքրը։ 20 տարեկան։ Արդեն եկա մարդեն։ Հիմա արդեն պետք է ասեմ, եթե դուք իրար չեք լրացնում, իրարից հեռացեք։ Ինչի տղա չի բաժանվում։ Չեմ կարող ասեմ։ Ինչի չի բաժանվում։ Երևի սենց հարմար է, համստեղ, համընդեղ։ Չգիտեմ։ Դենց ոնց կլինի։ Բա այնտեղ աղջիկներ կարող ասում է, թե շուտ արա, կոնկրետացրու, կամ ես կոմեղի կամ են կոմ։ Այս տղան էլին գնում է 2 քարի արանք։ Ախմախը մեկն են այդ տղայքը։ Չգիտի նրան ուզի, թե սրանն ուզի։ Այդպես մարդկանց ինչ են ասում անողնաշար։ Վերջնական Սուսան ջան, տես քեզ ինչ եմ ասում, դու քո տղային նստի լուրջ, հասուն տղա է լուրջ ու խոսա։ Ոչ մեկով օրինակ մի բեր, ոչ էլ երեխեքին, ոչ էլ կնոջը, որպես մայր ծնող դու միանշանակ իրավունք ունես քո տղային սաստելու եւ ասելու, տղա ջան, եթե քո կինը քեզ չի լրացնում, չի տալիս քեզ այն ինչ ինքդ ես ուզում, թող գնա նրա մոտ, որտեղ դու քեզ լավ ես զգում։ Վերջ։ Երեխեքդ էլ արդեն հասուն մարդիկ են։ Եթե չես ուզում քո ընտանիքը, որտեղ դու ասում ես ընտանիքին նվիրված է, դա նվիրվածություն չի։ Ուրեմն արի նստի քո տունը ու թող այնտեղ բոլոր կողքի կապերը։ Որովհետև վաղը միսով որ տղամարդը հիվանդանում է, վատ է լինում, այդ կինն է իր կողքը լինում, ոչ թե սիրոհին է լինում։ Ու որ ծնոտ կնոկներին կենաց են խմում, կնոջ կենացն են խմում, ոչ թե սիրու կենացն են խմում։ Էլ ուրիշ բաներ չեմ ուզում բերեմ օրինակներ։
Ու որ Լուսիա Հակոբյանն այդ տղաներին ղզիկ չասի, թող գնան նստեն իրանց կնանիքի կողքը։ Այնքան լավ բառ է ղզիկը։ Եղավ։ Որ դավաճանում են ու վախենում են ասեն, որտեվ դա երկարատև չի։ Եվ այն կանանցել եմ ասում, ովքեր, որոնք որ գիտեն, որ ձեր ընկերը, այսպես ասած, ընտանիք ունի, մի մտեք այդ ընտանիքը, դուք իրավունք չունեք պղծեք այդտեղ, մի մտեք։ Չի կարելի։ Ու տղամարդիկ էլ այդ սիրույների մոտ իրանց կանանց պախարակում են, վատ բաներ են ասում։ Այնքան լտես դեմքեր եմ լսել, արդարանում են։ Հանուն երեխեքի չեն բաժանվում, այդ ինչի մարություն է։ Սուսան ջան, վերջնական իմ ասածը քեզ, դու քո տղա հետ լուրջ խոսի, ասա կողմնորոշի վերջապես, որտեվ կինդ մեղ կա, միասին քանի տարի արդեն ապրել եք, երեխաներ եք մեծացրել, եթե քեզ ինքը հետաքրքրի, թող գնա։ Դու իրավունք ունես, իրոք իրավունք ունես որպես ծնող, ուրիշ բան չկա քեզ ասելու։ Թե չէ սենց ընկել ես երկուսի մոտ չգիտես նրան, այդ աղջիկն էլ լեզուն իրան չի պահում։ Ուս առաջինը չի ու նոր չի։ Դրա համար էլ հիվանդացել են, կանացիների խնդիր ունի, այդ աղջիկ էլ հարկավոր չի, որ ես հիմա սենց եթերով համատարած ասեմ, ով ինչ խնդիր ունի առողջական, երկուսն էլ ունեն։ Հիմա երկուսի մոլորակներն էլ, տես ասում եմ, միջև օգոստոսի 8-ը, հիմա մարս մոլորակը գտնում է կույս համաստեղությունը, միջև տեղը, հետո դուրս է գալու կմտնի կշեր քարթեն, միջև այդ երկուսն էլ պետք է իրանց հարաբերությունները որոշակի դարձնեն, իրար հետ ապրելու են, թե չեն ապրելու, որովհետև նրանից հետո, ամսի 8-ից հետո, դել երևի ինչքան հիշում եմ, սեպտեմբերի վերջն է, թե հոկտեմբերին է, բոլոր կեղծ, անարդար պատմությունների բացահայտում է լինելու, ու դա հիմնավոր առիթ է տալու, որ հարցերը կոնկրետացվի։ Հիմա էլ բաժանությունները շատ են, ես էլ ամեն եթերին ասում եմ մի բաժանվեք։ Ինչ անեմ, իմ ասելով ինչ է լինում։ Սխալ է բաժանությունները։ Երեխաներն իրանց ընտանիք ստեղծումն են, մարդիկ մենակ տենց մնում են։ Հետո ասում են բան չհասկացա կյանքիցս։ Եղավ Սուսան ջան։ Սուսան քանի տարեկան ես։ 67։ Այդ այդքան մեծ չի։ 67 տարեկան։ Դու ուղղակի մի խառնվի, որտեղ ծնողները չպետք է խառնվեն։ Քո այդ մի վերջնական որպես ծնող էլ եմ ասում, դու այդ իրավունք ունես տղայիդ ասելու։ Ինքը հերքելու է, կասի տենց բան չկա։ Հետո կասի վերջացրեցի, էլ չկա։ Ամեն առաջինը կինն է զգում ամուսնու դավաճանությունը։ Մաման այդքան չի զգում, որտեղ մամաները միշտ կուրորեն են երեխեքից սիրում։ Ամեն առաջինը կինը անմիջապես սուտ տղամարդու զգում է, ու մի խաբեք ձեր կանանց։ Կնանիք դուք էլ ձեզ կարգին պահեք։ Լավ, Սուսան ջան, բավական է։ Շնորհակալ եմ շատ։ Դա Աստված, որ կարգավորվի իրանց ընտանիքը, խաղաղվեն և կողմնորոշվեն։ Աստված ձեզ հետ։ Ապրեք, շնորհակալ եմ։ Ընկերներ, վերջացրեցինք հեռախոսային զանգերը, այսօր ինչքան էր, համարյա 4 զանգ եղավ, ու տեսեք հիմնականը ծնողների խնդիրն է դեպի իրենց տղաներ։ Այնտեղ մի հատ մի կին էր Ֆրանսիայում, իր ամուսիններն ու էլի տղամարդ, այո, շատ է տղամարդը աշխարհում թուլացել, շատ է թուլացել, շատ։ Ինքը թույլ է։ Տեսեք ինչքան պատերազմներ եղավ ու կորոնան եղավ, հիմնականը տղամարդկանց է տանում, ամեն ինչը տղամարդկանց է խփում։ Տղամարդու մատը փուշ է մտնում, ինքը դեղ է խմում։ Իսկ կնոջն ուզում ես մատը կտրի, մի հատ ասենց բան կփաթաթի, էլի կանցնի իր գործին։ Էլի դրանով ցույց է տալիս, որ ցավին չեն դիմանում, ուրեմն ճիշտ պահեք ձեր տղամարդկանց, այնտեղ մեկը իրան խմիչքի է տալիս, մեկը ընտանիք չի ստեղծում, մեկը չի աշխատում, մեկն էլ ամեն ինչ ունի, բայց իրան ճիշտ չի պահում, կողքից է գնում այնտեղ ինչ-որ մեկին գտնում, որ պետքա լրացնի։ Ես չգիտեմ, այս տղամարդկանց հետ ինչ սևի խոսեմ, արդեն չգիտեմ։ Դրա համար էլ խզիկ եմ ասում։
որ այն առաջվա տղամարդներն ասպետները չեն երևում, այն Սպարտայի ժամանակվային պին տղամարդիկ, եթե դուք ամուսնանում եք, ուզում եք ընտանիք ստեղծեք, դուք սյունն եք, պետք է ամուր լինեք, այդ 4 պատերը բանտնա յուրաքանչյուր ընտանիքի, որ ձեր ուսերի վրա պետք է լինի, ձեր ընտանիքը, այն հին հռոմեական, որ նայում ես արձանները, ամրոցները, ֆիլմերը, մուլտիկները, որ տղամարդիկ սենց կանգնած են թևերը կանթած, այդ ամբողջ ժառը սյունը իրանց ուսերին, այդ տղամարդ կերպարն է պարզ երևում, որ ինչքան ուժ է, Տորքան գեղը, կին չէր, Տորքան գեղն էր, այդ քարերն ուսին, Հերկուլեսը, էլի տղամարդ, ուր է այդ տղամարդը, եթե տղամարդ դու ամուսնանում ես, ուզում ես ընտանիք ստեղծես, ուրեմն այդ սյունը քո ուսերին վերցրու, դա պարտավորվածություն ու պարտականություն է, ուրեմն պահի, միջև վերջ, ու այն քո սուտ եկեղեցում երթումները մի տուր, որ Տերես ու Տերեմ հիվանդ պահին, լավա չամուսնանաս։ Եթե դու զգում ես պատրաստ չես, մի ամուսնացի, իսկ անակին պետք է խոնարհ լինեն։ Մի քիչ Աստվածաշունչ կարդացեք, կնոջ ու տղամարդու մասին շատ պարզ բացատրում է։ Կինը եկել է այս աշխարհը միայն ծննդաբերության համար։ Այո, երեխա ունենալու համար է։ Այն ժամանակակից հոգեբանությունը, ժամանակակից կնոջը սարս ինչպեսին է, հիմա կինը աշխարհը շուռ է եկել։ Տղամարդը իջել է ներքև, կինը պարսացել է վերև, որից էլ այդ կործանումները, այսքան բաները լում ես մեր աշխարհի երեսին, որը շատ վատ է։ Ու կանանց իշխանությունը, կարանց դարաշրջանը, դրա համար հիմա Հայաստանում ով է լսել, որ այս ուժային կառույցներում կանայք պետք է լինեն նախարարներ։ Մնում այդ վայնին էլ, զինվորականին էլ լինի, վերջանա գնա։ Հետո գնա ծառային կանայք, երևի ավելի լավ կծառային բանակում։ Ես շատ կուզենամ իմ ասածների վրա շատ խորը մտածեն, ուշադրություն դարձնեն, ու եթե ուզում եք ընտանիք ստեղծեք, պահեք ձեր ընտանիքը, որ մեր ազգը ուժեղանա, միայն սա կասեմ, որտեղ ազգը միշտ ուժեղ ա եղել իր ընտանիքով։ Անախորժություններ, տարաձայնություններ յուրաքանչյուր ընտանիքում լինում է, դա նորմալ է։ Բայց դավաճանություն հարկավոր չի, որ ընտանիքը չքանդվի, որտեղ այդտեղ երեխեք են մեծանում, որը դա սերունդն է հետոյի համար, ապագան է։ Իսկ ապագան սերունդը շատ լավ աճում է միջալոց, որտեղ բավականին պատրաստված գրագետ երեխեք կան ձգտումնալի։ Միան այն հեռախոսները շպրտեք ենքում, թող գիր ու գրականություն կարդան ու գիտելիք ձեռք բերեն, որ կարողանան առողջ մեր երկիրը կառուցեն, որտեղ դա այդպես լինելու է։ Այսպես, Աստված բոլորիս հետ։